Ես կուզենամ խոշտանկման մի դեպքի զազրելի դեպքի անդրադառնալ եւ կուզեմ որպես նախարար դուք պատասխանեք որպես կառավարության ներկայացուցիչ, նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ, շատ ակտիվ եք կուսակցական գործերում։ Դուք որպես նախարար ինչ եք արել Բաքվի բանտում խոշտանկվող հայգերիների համար, որպես նախարար արդյոք ձեր միջազգային գործընկերներին երբևէ դիմել եք, որպեսզի նրանք հետաքրքրվեն մեր գերիների առողջությամբ, ովքեր որ խոշտանկվում են Բաքվի բանտերում։ Եվ արդյոք ունեցել եք որևէ դրական կամ բացասական պատասխան։ Շնորհակալություն։ Ես ներողություն եմ խնդրում, բայց խնդրում եմ մեր բոլոր գործընկերներին, որ մենք թեմայի շրջանակներում հարց պատասխանել եւ առհասարակ մնանք թեմայի շրջանակներում։ Շնորհակալություն։ Տեսեք Տիկին Թովմասյան, ես ասացի, որ մենք բռնող մարմին չենք եւ ինձ թվում է բռնող մարմին Հայաստանի Հանրապետությունում չկա, կա վերահսկողություն իրականացնող մարմիններ եւ վարչարարություն իրականացնող մարմիններ եւ տարակուսում եմ, որ այս մասով էլ ու կա թյուրըմբռնում առողջապահության նախարարությունը վերահսկող մարմին էլ չի հանդիսանում։ Նախարարությունը քաղաքականություն է մշակում եւ այդ քաղաքականությունը փորձում է տարբեր միջոցառումների շրջանակներում իրացնել։ Ուրեմն այո, իհարկե անձնական փորձառությունը շատ կարևոր է ընդգծել, որ այսօր ես զգացի սա, այսօր սրան ականատես եղա, բայց ընդհանուր առմամբ քաղաքականության ազդեցությունը գնահատվում է շատ ավելի մասշտաբային ուրեմն անդրադարձը վերլուծելով եւ դրա արդյունքում ես նորից կրկնում եմ, որ չի կարելի համեմատել այսօր Հայաստանում հրավառությունների թիվը, դրանց ազդեցությունը մինչև նոր կարգավորումների ընդունումը։ Եվ կխնդրեմ, որ ձեր կողմից էլ եթե լինում են նման փաստագրումներ, անպայման որպես ակտիվ քաղաքացի էլ դիմել ոստիկանություն, որպեսզի կոնկրետ դեպքով էլ իրականացվի վարչարարություն։ Հա, ժամանակն էլ վերջացավ։